Իսրայելը Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ է կանգնեցրել, ձերբակալվել է 145 ակտիվիստ։ Թել Ավիվը պնդում է, նավերի վրա գտնվող 145 ակտիվիստները առողջ են, նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսեն։ Անցած շաբաթ նույն ճակատագրին արժանացավ մարդասիրական օգնություն տեղափոխող Global Summit նավատորմը։ Ամերիկացի վիրաբույժ ատամնաբույժը պնդում է, որ Թուրինյան սավանի վրա նկատելի են ստորին ատամների ուրվագծեր, ինչը կարող է վկայել Քրիստոսի հարության պահին տեղի ունեցած էներգիայի հզոր պայթյունի մասին։ ԱՄՆ-ից վիրաբույժ ատամնաբույժ դոկտոր Ջոն Սոտոսանտին, ով նախկինում հաջող գործունեություն է ծավալել բժշկության ոլորտում, իսկ այժմ նվիրվել է աստվածաբանական հետազոտություններին, սենսացիոն բացահայտում է արել Իտալիայում Թուրինյան սավանի ցուցահանդես այցելության ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։ Կանգնելով հնագույն Վուշե կտավի առաջ, որով ըստ քրիստոնեական ավանդության խաչելությունից հետո փաթաթել են Հիսուսի մարմինը, նա նկատել է մարդկային ատամների հազիվ տեսանելի ուրվագծեր։ Իր նոր ուսումնասիրության մեջ, որը դեռ գիտական գրախոսություն չի անցել, Սոտոսանտին նշում է, որ կարողացել է զանազանել ստորին ծնոտի կտրիչները։ Սա ըստ նրա նշան է այն բանի, որ մահից հետո ծնոտի մկանները թուլացել են, ատամները տեսանելի դարձնելով։ Մահից անմիջապես հետո մարմնի, այդ թվում ծնոտի մկանները թուլանում են։ Դա կարող է հանգեցնել ծնոտի կախ ընկնելուն, ինչի հետևանքով ատամները տեսանելի են դառնում, պարզաբանել է նա։ Սակայն նրա ամենաաղմկահարույց պնդումը հետևյալն է։ Սոտոսանտին կարծում է, որ ատամների պատկերն առաջացել է հարության պահին ազատված ճառագայթային էներգիայի հզոր պայթյունի հետևանքով։ Եթե ատամներն իսկապես երևում են, դա հաստատում է հարության ժամանակ տեղի ունեցած էներգիայի պայթյունի մասին տեսությունը, որը և դրոշմվել է կտավի վրա, հայտարարել է հետազոտողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի թագավորությունում Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի և ոստիկանության ծառայողի սպանություններից հետո ներքին գործերի նախարարությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ է իրականացրել։ 4 օր առաջ էլ խուզարկվել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Արմլուրի հետ զրույցում Մհեր Ախտոյանի եղբայրը Փարաքարի ՔՊ ավականու անդամ Դավիթ Ախտոյանը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։ Նա հավելել է, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է։ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակվել Մերի Դալաքյանը։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքով Մերի Գագիկի Դալաքյանին նշանակել Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիային համոզել Համասին ընդունել Գազայում պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։ Թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվ ԱՄՆ կատարած մեր այցի ժամանակ եւ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք պարոն Թրամփին բացատրեցինք, թե ինչպես կարելի է հասնել Պաղեստինում կարգավորման։ Նա հատուկ խնդրեց մեզ հանդիպել Համասի ներկայացուցիչների հետ եւ համոզել նրանց, ասել է Էրդողանն ինքնաթիռում Ադրբեջանից վերադառնալիս։ Համասը ի պատասխան մեզ ասաց, որ պատրաստ է խաղաղության եւ բանակցությունների, այլ կերպ ասած նա հակառակ դիրքորոշում չի ընդունել։ Ես սա համարում եմ շատ արժեքավոր քայլ։ Համասն առաջ է անցել Իսրայելից, հավելել է Էրդողանը։ Մեր գործընկերները այժմ Շարմ էլ-Շեյխում են, ասել է նա, անդրադառնալով Իսրայելի եւ Համասի միջև անուղղակի բանակցությունների վայրին։ Մենք միշտ կապի մեջ ենք Համասի հետ այս գործընթացի ընթացքում։ Մենք շարունակում ենք պահպանել կապը, նշել է նա։ Վերխովնա Ռադայում իր ժողովրդի ծառա խմբակցության անդամների հետ 1.5 տարվա ընթացքում առաջին հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին նրանց անվանել է կործանարար հիմարներ եւ հրաժարվել կրկին շփվել նրանց հետ։ Այս մասին գրել է Վերխովնա Ռադայի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, ով Ռուսաստանում համարվում է ահաբեկիչ եւ ծայրահեղական։ Թե ինչու նա չեղարկեց իր падգամավորների հետ հանդիպումը, որովհետեւ ինչու հանդիպել հիմարների հետ։ Զելենսկու այս արտահայտությունը
Ամն լայնորեն շրջանառվում է ծառայողների շրջանում։ Բոլորը հիասթափված են եւ չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Գրել է նա. Սեպտեմբերի 16-ին Զելենսկին 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեց իր ժողովրդի ծառա խմբակցության անդամների հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հայտարարություն անել չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է Le Figaro թերթը, հղում անելով իր աղբյուրին հրատարակության տվյալներով պետության ղեկավարը հայտարարություն կանի պաշտոնաթող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին տրված 48-ժամյա ժամկետի լրանալուց հետո քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։ Թերթը չի բացառել ազգային ժողովի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարման հնարավորությունը։ Թերթը պնդում է, որ դա վկայում են երեքշաբթի օրը Մակրոնի հանդիպումները Սենատի խոսնակ Ժերար Լարշեի եւ ազգային ժողովի խոսնակ Գյայել Բրոն-Պիվեի հետ։ Նման խորհրդակցությունները նախատեսված են Ֆրանսիայի սահմանադրության 12-րդ հոդվածով ստորին պալատի լուծարումից առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մինչև հոկտեմբերի 10-ը հրադադար հաստատել Գազայի հատվածում Նոբելյան մրցանակ շահելու իր հնարավորությունը բաց չթողնելու համար։ Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Թրամփը հասկացել է, որ Նոբելյան մրցանակի ճանապարհը անցնում է Գազայով։ Նոբելյան մրցանակների դափնեկիրները կհայտարարվեն հոկտեմբերի 10-ին։ Թրամփը փորձում է մինչ այդ հրադադար ապահովել մրցանակը շահելու հնարավորությունը բաց չթողնելու համար, ասել է նա։ Իսրայելի եւ Համասի պատվիրակությունների միջև պաշտոնական շփումները սկսվել են Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան բացահայտել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ամսական միլիոնավոր դոլարների կասկածելի փոխանցումները Սաուդյան Արաբիայի բանկ։ Ըստ ամենայնի Զելենսկին ամսական 50 միլիոն դոլար է փոխանցում Սաուդյան Արաբիայի ինչ-որ բանկ, ինչը տարօրինակ է, հայտարարել է կոնգրեսականը։ Ֆրանսիայի ազգային ժողովի բյուրոն խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը մերժել են դիմադիր ձախակողմյան Անսասան Ֆրանսիա կուսակցության առաջարկը, որով պահանջվում էր նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Հաղորդում է Ֆիգարոն։ Այսօր առավոտյան ազգային ժողովի բյուրոյի անդամները որոշել են չընդունել Էմանուել Մակրոնի հրաժարականի առաջարկը։ Հաղորդել է թերթը, նշվում է, որ ձախերը, կանաչները եւ սոցիալիստները քվեարկել են առաջարկի օգտին։ Մակրոնի կողմնակիցները ինչպես սպասվում էր, դեմ են արտահայտվել նախագահի հրաժարականին։ Մոսկվայի իրավապահ մարմինները 2025 թվականի սկզբից ի վեր երկրից արտաքսել են ավելի քան 4500 օտարերկրյա քաղաքացիների, որոնք տառապում էին վտանգավոր վարակիչ հիվանդություններով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվայի միգրացիոն վարչության պետի պաշտոնակատար Իգոր Դուդնիկը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Նրա խոսքով օտարերկրացիները փորձել են ստանալ Ռուսաստանում մնալու թույլտվություն, սակայն նրանց մոտ ախտորոշվել են վարակիչ հիվանդություններ, որոնք վտանգ են ներկայացնում ուրիշների համար։ Նրանք բոլորը արտաքսվել են երկրից, ասել է Դուդնիկը։ Ավելին, Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 1600 օտարերկրացի թմրանյութերի օգտագործման համար։ Եվս 150 մարդ փորձել է մուտք գործել Ռուսաստան վարչական իրավախախտումներ կատարելով, օգտագործելով փոփոխված անձնագրային տվյալներ։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Մոսկվայի ոստիկանները Ռուսաստանից արտաքսել են ավելի քան 15000 մարդու, նշել է Դուդնիկը։ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել կոմպակտ ամսագրի մամուլի ասուլիսը, որի ընթացքում պարբերականի գլխավոր խմբագիր Յուրգեն Էլզեսերը ներկայացրել է արծաթե մեդալ ի պատիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել Պուտինի արծաթե մեդալը, ասել է լրագրողը։ Նրա խոսքով Պուտինի պատվին մեդալի շնորհանդեսը խորհրդանշում է բոլոր խաղաղասեր գերմանացիների Ռուսաստանի դեմ բարեկամական հարաբերություններ ունենալու ձգտումը։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան ԱՄՆ օդանավակայանները հայտնել են անձնակազմի հետ կապված խնդիրների պատճառով թռիչքների լայնածավալ ուշացումների մասին։ CNBC-ին սրա մասին հաղորդել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը։ Երկուշաբթի օրը Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ անձնակազմի հետ կապված խնդիրները ուշացումներ են առաջացնում մի քանի օդանավակայաններում, այդ թվում Նյույորքում եւ Դենվերում, ասվում է հաղորդագրության մեջ։
Սա հաջորդել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի այն հայտարարությանը, որ հիվանդության արձակուրդում գտնվող օդային երթևեկության կարգավարների թիվը փակման սկզբից ի վեր աճել է։ Չնայած աշխատավարձի բացակայությանը մոտ 13,000 օդային երթևեկության կարգավարներ եւ 50,000 տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցներ կվերադառնան աշխատանքի։ Պենտագոնը հաստատել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նոր կործանիչի նախագիծը, հաղորդում է Reuters-ը, հուղում անելով աղբյուրներին։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգեսը նախագիծը շարունակելու որոշումը կայացրել է հոկտեմբերի 3-ին։ Այս շաբաթ կընտրվի այն ընկերությունը, որը կմշակի եւ կարտադրի FA-X6 ավիակիրների վրա հիմնված ինքնաթիռը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին թմրամոլ է, որին օգտագործում է Արևմուտքը, նա պատմության մեջ կմտնի Ադոլֆ Հիտլերի հետ միասին։ ՌԻԱ Նովոստին ասել է Բրիտանիայից կամավոր Էյդեն Մինիսը, ով մասնակցում է Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններին։ Զելենսկին պարզապես թմրամոլ է, որին օգտագործում է Արևմուտքը, ասել է Մինիսը։ Նրա կարծիքով Զելենսկին պատասխանատու է հրեշավոր ռազմական հանցագործությունների, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն մարդու զինվորների եւ բնակիչների մահվան համար։ Իմ կարծիքով նա պատմության մեջ կմտնի Ադոլֆ Հիտլերի հետ միասին, ընդգծել է կամավորը։ Նա կարծում է մոտ ապագայում Զելենսկին չի հրաժարվի իշխանությունից։ ԱՄՆ-ի վրա կարող է հանկարծակի հարձակվել Չինաստանը, ճիշտ այնպես, ինչպես Համասը ներխուժեց Իսրայել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։ Նույնիսկ եթե մենք բարոյապես պատրաստ ենք, վտանգ կա, որ հարաբերական խաղաղության տարիները քնեցրել են մեր զգոնությունը։ Իսրայելցի զինվորականները երբեք իսկապես չեն հավատացել, որ Համասը լայնամասշտաբ ներխուժում կսկսի, հայտնել է պարբերականը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտարարությամբ հանդես գալու ծրագրերը։ Զախարովան կատակել է Մակրոնի հայտարարությամբ հանդես գալու ծրագրերի մասին եւ դրանք կապել Ռուսաստանի հետ։ Le Figaro թերթը հայտնել է Մակրոնը մտադիր է հայտարարությամբ հանդես գալ չորեքշաբթի երեկոյան։ Ենթադրվում է դիմումի թեման կարող է դառնալ ազգային ժողովի լուծարումը։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Բաքու։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործման ոլորտում փորձի փոխանակման նպատակով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հանդիպման ժամանակ վրացի հյուրերին ներկայացվել է ադրբեջանական բանակում անօդաչու թռչող սարքերի օգտագործման, մարտական գործողություններում դրանց կիրառման, մարտական թռիչքների կազմակերպման եւ անօդաչու թռչող սարքերի կիրառման մշակման վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որն է երրորդ եւ չորրորդ հանրապետությունների տարբերությունը։ Ըստ նրա, երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, իսկ չորրորդ հանրապետությունն այն մասին է, որ Հայաստանը մեր երազանքների հայրենիքն է ու հայրենիք փնտրելու կարիք չկա։ Հոկտեմբերի 22-ից 23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը։ Կազմակերպիչների հաղորդմամբ կմասնակցեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ակնկալվում է, որ շուրջ 2000 պատվիրակների, բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ համաշխարհային մակարդակի փորձագետների մասնակցություն։ Թվով 5-րդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է, կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի եւ լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի եւ այլ թեմաներ։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների ինդեքսը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3,7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ 0,3%։ Սննդամթերքի գներն ունեն հետևյալ տեսքը՝ 2025 թվականի սեպտեմբերին 2024 թվականի սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5,8%, իսկ 2025
2015 թվականի օգոստոսի համեմատ 0.3% գնաճ։ Հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը 7.2%-ով, թռչնամսի գինը աճել է 1.9%-ով, տավարինը 3.1%-ով, գառանը 4.9%-ով եւ խոզինը 9.4%-ով։ Մածունի գինն աճել է 0.5%-ով, կատնաշոռինը 0.7%-ով, թարմ կաթինը 1.5%-ով, պանրինը 2.1%-ով։ Արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.9%-ով, կարագինը 12.5%-ով, շոկոլադի գինն աճել է 10.4%-ով, պահպահակինը 10.5%-ով, թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը 14.2%-ով, կակաոինը 21.7%-ով, ձվի գինը նվազել է 3%-ով, իսկ հնդկացորենինը 0.6%-ով։ Հանրապետության հրապարակում օտարերկրացիների կողմից Ադրբեջաներեն Ղարաբաղ երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին ասել է ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի պաշտպան Աբգար Պողոսյանը։ Ինչպես արդեն հայտնի է, Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել պարզելու թե արդյոք առկա են ատելություն, խտրականություն եւ անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված կոչեր։ Նշենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում ադրբեջաներեն երգում էին Ղարաբաղ։ Իրավապահ մարմիններն էլ վերջիններիս հայտնաբերելու փոխարեն վարույթ նախաձեռնեցին այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի նկատմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է երկկողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Տաջիկստանում նախատեսված երրորդյա այցի ընթացքում ՌԴ նախագահը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։ Չի բացառվում շփում նաև Ալիևի հետ, նշել է օգնականը։ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Դուշանբեում։ Պոլիտիկոյի հաղորդմամբ Եվրամիության մի շարք դիվանագետներ նախապատրաստվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական կարիերայի ավարտին, վարչապետ Սեբաստիան Լկորնյուի կառավարության հրաժարականի ֆոնին։ Բրյուսելում ԵՄ որոշ դիվանագետներ արդեն ոչ պաշտոնական միջավայրում գրում են Մակրոնի քաղաքական նեկրոլոգը, հայտնել է պարբերականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆրանսիայի կառավարության հրաժարականից հետո Մակրոնը միայնակ զբոսնել է Փարիզի կենտրոնում, մամուլի ուշադրության կենտրոնում պահելով իր քաղաքական ապագայի շուրջ քննարկումները։ Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին երկրի FDL գործարանում կգործարկվեն առաջին արտադրական գծերը նախատեսված անօդաչու թռչող սարքերի հավաքման համար։ Մենք ռեկորդային ժամկետներում ընդլայնում ենք պաշտպանական արտադրությունը, մի քանի ամսվա ընթացքում գործարկվելու են առաջին գծերը դրոնների արտադրության համար, աշխատելու ենք ավելի արագ եւ ավելի մեծ ծավալներով, նշել է նախարարը։ Բրեկելմանսը ընդգծել է, որ ծրագիրը կստեղծի նոր աշխատատեղեր եւ դրական ազդեցություն կունենա երկրի անվտանգության ու տնտեսության վրա։ Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել էր, որ Եվրամիությունը չունի ապացույցներ Ռուսաստանի մասնակցության մասին Եվրոպայում արձանագրված BP լաների միջադեպերին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 27 քաղաքացի։ Վերջին օրերին անցկացված միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Չինաստանի, Կամերունի, Ադրբեջանի, Անգոլայի, Գանայի, Պակիստանի եւ Թուրքիայի 27 քաղաքացիներ։ Ալիք մեդիայի փոխանցմամբ գործող օրենսդրության համաձայն վտարված անձանց արգելվել է մուտք գործել երկիր, ասված է նախարարության հայտարարության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի մեղադրանքներին, ըստ որոնց Մոսկվան խախտել է Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր 10 սկզբունքները։ Զախարովան հայտարարել է, որ սա բացարձակ սուտ է, որին բոլորը վաղուց են ընտելացել։ Զախարովան նշել է նաև, որ Վալտոնեն ճիշտ է միայն այն հարցում, որ Հելսինկյան սկզբունքները չեն պահպանվում, սակայն դրա մեղավորը ըստ նրա ԵԱՀԿ անդամ պետություններն են, ոչ թե Ռուսաստանը։ Ավելի վաղ Վալտոնեն հայտարարել էր, որ Մոսկվան խախտել է Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր 10 սկզբունքները, որոնք վերաբերում էին Եվրոպայի անվտանգությանը եւ համագործակցությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինի հետ։ Ելույթը հրապարակել է ESPN պորտալում։ Ես կհանդիպեմ նրա հետ մի քանի շաբաթից։ Ինչպես գիտեք, Հարավային Կորեայում, ասել է Թրամփը։ Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ 4 շաբաթից կհանդիպի Սի Ցզինփինի հետ։ Նրա խոսքերով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի ապահովել Վաշինգտոնի եւ Պեկինի միջև կնքված համաձայնագրի իրականացումը, որի համաձայն Չինաստանը պետք է միլիարդավոր դոլարների չափով ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք գներ։ Թրամփը ընդգծել է, որ սոյան լինելու է առաջիկա հանդիպման քննարկման գլխավոր թեմաներից մեկը։ Թբիլիսիի Ռուսավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց բեռնատար մեքենա է շարժվել ցուցարարների ուղղությամբ, իսկ վարորդը ջրով լի շշեր են նետել ցուցարարների վրա։ Հաղորդում է TV Pirvelin հեռուստաընկերության տվյալներով Պարեկային ոստիկանությունը այլևս չի հերթապահում բողոքի ակցիայի վայրի մոտակայքում։ Ոստիկանական խմբերը սովորաբար տեղակայվում էին ցուցարարների կողմից փակված ճանապարհի հատվածի սկզբում եւ վերջում։ Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Պարեկային ոստիկանության բացակայության պատճառով բեռնատարը մխրճվել է բողոքի ցույցի մասնակիցների մեջ։ Վարորդը ագրեսիվ է եղել ցուցարարների նկատմամբ, նրանց վրա ջրի շշեր է նետել։ Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի առջև ավանդաբար հավաքվել են մի քանի տասնյակ ցուցարարներ, չնայած ցուցարարների թիվը փոքր է, այնուամենայնիվ նրանք դեռևս փակում են պողոտայի մի մասը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ նոր հանդիպման ժամանակ անդրադարձել է Կանադայի Միացյալ Նահանգների կազմի մեջ մտնելու հնարավորությանը։ Հանդիպման սկզբում Քարնին նշել է, որ Թրամփը ապահովել է տնտեսության վերափոխում, ՆԱՏՕ-ի գործընկերների աննախադեպ պարտավորություններ ռազմական ծախսերի ոլորտում, ինչպես նաև առաջխաղացում է արձանագրել Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Բացի այդ, ամենակարևորը հավանաբար դա է, շարունակել է Քարնին, սակայն Թրամփը նրան ընդհատել է ասելով Կանադայի եւ Միացյալ Նահանգների միավորումը վարչապետը ծիծաղելով արձագանքել է։ Ես այդ մասին չէի ասում, դրանից հետո նա լրջացել է եւ հիշեցրել Համասի հարձակման երկրորդ տարելիցի մասին Իսրայելում։ Բաքվում կայացել է գործարար բարերար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատական նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարության ընթացքում ցուցմունքներ են տվել 2 տասնյակից ավելի իբրև թե տուժողներ, որոնք պատմել են, թե որտեղ ինչ հանգամանքներում են վիրավորվել եւ այլն։ Ըստ հրապարակման իբրև թե տուժածներից մեկին Ոմն Խալիթ Հասանովի Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղել, թե արդյոք իրեն ճանաչում է։ Վերջինս նշել է, որ ճանաչել է մամուլից եւ սոցիալական ցանցերից։ Շինծու դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 14-ին։ Մեղրի Սիսյան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել։ Հոսպիտալի ճանապարհին վթարի էր ենթարկվել ՊՆ-ին պատկանող ՈՒԱԶ մագնիշի մեքենան, որի մեջ զինվորներ եւ բուժքույր են եղել։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի, ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան FIFA-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այս մասին հայտնել է FIFA-ի պաշտոնական կայքը։ ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով։ FIFA-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12000 շվեյցարական ֆրանկով։ Ըստ FIFA-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպաշտպան վարքագիծ, կարգի եւ անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում։ Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0-5 հաշվով։ 3 հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ներդրումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել է վաղարշապատի թիմի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Վարչության նիստի ընթացքում քննարկվել են նաև կուսակցական բնույթի հարցեր։
Իսրայելի եւ Պաղեստինյան համաշարժման ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունները դրական են անցել, հաղորդում են Պաղեստինյան շարժման աղբյուրները։ 3 երեկոյան բանակցությունները դրական են եղել։ Առաջին փուլը տևել է 4 ժամ, հայտնել է աղբյուրը։ Հաղորդագրության մեջ նշվում է, անուղղակի բանակցությունները նախատեսվում է վերսկսել կեսօրին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում։ Իսրայելի եւ Համասի պատվիրակությունների միջև պաշտոնական շփումները սկսվել են Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին։ Արևմուտքը պետք է հրաժարվի առճակատումից, պատասխանատվություն ստանձնի Աֆղանստանի վերականգնման համար եւ փոխհատուցի երկրի տնտեսությանը հասցված վնասը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։ Հերթական անգամ կոչ ենք անում Արևմուտքին շտկել առճակատման կուրսը, վերադարձնել յուրացվածը եւ պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանի հետ կոնֆլիկտային վերականգնման, Աֆղանստանի տնտեսությանը եւ ենթակառուցվածքներին տասնամյակների ընթացքում հասցված վնասի փոխհատուցման համար, նշել է նախարարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը։ Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով Armenpress-ի գրավոր հարցմանը։ Ադրբեջանի նախագահը թուրքական պետությունների կազմակերպության Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ինչպիսին է իրենց արձագանքը եւ արդյոք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։ Հարցինի պատասխան վարչապետի խոսնակն ասել է. Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածքին առնչվում է թրիփ նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հարցը այո քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, նշել է Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում եվրոպական ինտեգրման վարչություն կստեղծվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով կստեղծվի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որը ենթադրում է հետևյալ փոփոխությունները. Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող եվրոպական ինտեգրման վարչություն, քաղաքական ծրագրավորման վարչությունը միացնել դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը։ Մեկ այլ փոփոխմամբ Հայաստանի վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին որոշման հավելվածի 30-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը եւ լրացումը։ Ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով Եվրոպական ինտեգրման վարչություն։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հոկտեմբերի 8-ից 3-ը, 9-ին, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը եւ առավոտյան 12-ից 3-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում հոկտեմբերի 8-ից 3-ը, 9-ին, 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի եւ 13-ի գիշերը եւ առավոտյան 11-ից 12-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 8-ից 3-ը 9-ից 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ին աստիճանաբար կնվազի 5-ից 9 աստիճանով։